դրան զուգահեռ կարծես թե գնաճը շարունակվում է երգում, ըստ ձեզ հասարակահաղացին ինչքանով է պատրաստ այսպես ասած մինիմալ ձևով տոներին պատրաստվելու եւ ինչքան գումար կարող է դրան նախատեսել։ Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Իրականում մենք, ինչպես ես բազմիցս ասել եմ, շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով եւ թե ներքին շուկայում, թե ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Գիտեք, որ որոշակի ապրանքատեսակների առմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսատուրքային, մաքսասակագնային քվոտաները սահմանել շաքարավազի, տարբեր տեսակի մսերի նկատմամբ եւ դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը որոշակիորեն զուսպ գնաճ ունեն, այսպես ասեմ։ Մեր աշխատանքները շարունակվում է, թե նախարարության ներսում, թե Կենտրոնական բանկի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ աշխատում ենք, որպեսզի այն արդեն հատ ապրանքային խմբերով փորձենք զսպել գնաճը, օգտագործելով այն գործիքները, որ մենք ունենք։ Դա կարող է լինի բեռնափոխադրումների սուբսիդավորում, կարող է լինի որոշակի ավելի աչադուրջ ուշադրություն տարբեր տեսակի ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ եւ այլն։ Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ մենք այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է եւ դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան օրինակ մի տարի առաջ կամ 2 տարի առաջ։ Այո, որտեղ իրական տնտեսական աճը դրական է։ Որ անվանական է։ Այո։ Բայց իրական տնտեսական գնաճը, երբ որ ապրանքները քանդանում են, այդտեղ եւ տնտեսական աճ ունեն, դա անվանական տնտեսական աճ է, որովհետեւ ապրանքաշրջանառությունը գուցե մնացել է նույնը կամ մի բանը փոխվացել է, կամ քիչ է ավելացել, բայց ապրանքների գները քանդվածել են, դրա հաշվին տնտեսական աճ է ապահովում, դա իրական ցուցանիշ չէ։ Ես ձեզ խորհուրդ կտամ մի քիչ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեք տնտեսական տնտեսությունից։ Եվ գիտեմ ինչ ասել է անվանական տնտեսական աճ եւ ինչ ասել է իրական տնտեսական աճ։ Կարող եմ ասել, որ ձեր հարցը սխալ եք ձևակերպել, ես արդեն նույն հարցին պատասխանեցի, խնդրեմ ուրիշ հարց։ Տնտեսական աճը հնայի աճն է, ոչ անվանական տեսքով։ Հիմա ես ուզում ասեմ գնաճը ներկայացնում եք որպես տնտեսական աճ, գնաճի աճը տնտեսական աճը ներկայացնում բարձր։ Իրական տնտեսական աճը դա գնաճով ճշգրտված անվանական աճն է։ Այսինքն ունենք անվանական աճ, դրանից հանում ենք գնաճի ազդեցությունը եւ ստանում ենք իրական տնտեսական աճ։ Այդ առումով, քանի որ մենք ունենք դրական եւ բավական բարձր տնտեսական աճ, կարող ենք հետևություն անել, որ մարդիկ այնուամենայնիվ ավելի լավ են ապրում, քան մի տարի առաջ։ Միջինում մարդիկ։ Դուք դա որպես տնտեսագետ եք ասում, որ թե ինչ է իրական տնտեսական աճը։ Այո։ Տնտեսագիտության մեջ նման ձևակերպում կա։ Վայ ջան, եկեք լուրջ հարցեր տանք, խնդրեմ Նարեկ ջան։ Իրական տնտեսական աճը նման ձևակերպում։ Կարծեմ 4.5 են ասել, թե 5.3 են ասել։ Եկեք սպասենք տարին վերջանա, կամփոփենք բոլոր թվերը, բնականաբար թվերը այնպիսին է, որ իրական տնտեսական աճը 10%-ից ավել չի լինի հաստատ, դա արդեն պարզ է, տարին կամփոփենք, կհասկանանք անվանական աճը ինչքան է եղել, իրական աճը ինչքան է եղել գնաճը, ինչ ազդեցություն ունեցել գնաճը իրական աճի վրա եւ դրանից հետո արդեն կարողանանք շատ մանրամասն խոսել։ Իրական տնտեսական աճը երկնից չի լինի։
Այսինքն մաքսիմալ ինչքան է հիմա սպասում որ։ Եկեք դե արդեն դեկտեմբերի 15-ն է, ընդհանուր 15 օրից տարին վերջանում է, էլի հիմա արդեն ոչ մի կանխատեսում պետք է անենք, այլ ուղղակի գնահատում պետք է անենք, էլի։ Շատերը օրինակ տնտեսագետները նախկին փոխ վարչապետ Վարչիկ Աղբելյանը օրինակ մի քանի առաջին ցեզուրը 4.5% միջին է ունենանք մենք տնտեսական աճ։ Իրատեսական է համարում ավելի։ Դե հիմա տարբեր կանխատեսումներ կան, այս բանին եղած միջակայքը 4.5-ից 5.5 6-ի արանքում։ 4.5-ից 6 է։ Վարչապետը խոսեց Ադրբեջանի եւ ասաց, որ մենք վերահասատել ենք երկաթուղու երազից, նախից շրջանների միջակայքից բացում։ Հիմա տնտեսական հասարակ առաջ գալիս կառավարությունն էկոնոմիկայի նախարարությունն ինչ հաշվարկներ կան, դա ինչ-որ ձևով կանրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա, ներդրումների վրա, ինչ տեսքով ինչ կարող եք ասել։ Այստեղ շատ կարևոր է մանուկները, ինչպես գիտեք, կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակացույցով, որովհետև որոշ երկաթգծեր շատ ավելի երկար են տևելու վերանորոգելը կամ նորից սարքելը, քան մյուսները եւ կարևոր է հասկանալ, թե արդյոք երկաթգծերը կմտնեն շահագործման, այսպես ասած, հենց պատրաստ լինելու պես հիմքով, թե միաժամանակ, եթե միաժամանակ, ապա առջևում դեռ մի քանի տարի կա։ Պարոն Քյոբյան, մեկ հարց, որքան կա, որպես տնտեսական էլի, ինչքան է արժանանում երկաթգծի Հայաստանի այդ տարածքով կառուցումը։ Այդ գնահատականները ունի տարածքային կառավարման նախարարությունը, այս պահին չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ քիչ գումար անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը երասխի մոտ, այնտեղ ուղղակի կարծեմ մի քանի 100 մետրի վերանորոգման խնդիր է։ Երկրորդ մի ավելի խոշոր ներդրումը դա Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը արդեն բավականին ծախսատար է, որովհետև գիտեք, որ նախկին երկաթգիծը ամբողջությամբ ապամոնտաժվել է եւ ճանապարհը արդեն դարձել է ավտոմեքենայի ճանապարհ։ Այստեղ կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինի, այդտեղ կարծում եմ, որ այս պահին մենք հստակ նախագիծ չունենք եւ չունենք նաեւ մոտավոր գնահատական, բայց կարծում եմ, որ էլի խնդիրը կարող է մինչեւ մի $200 միլիոն սահմաններում ներդրումը իմ հիշելով, իսկ ավելի խոշոր ներդրումը դա արդեն սահմանից մինչեւ հորադիս արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի նորից կառուցումն է, որտեղ այնտեղ է ապամոնտաժված երկաթգիծը եւ այդտեղ ներդրումները արդեն բավական խոշոր են։ Իմ հիշելով էլի չեմ կարող ճիշտ թվեր ասել, $1 միլիարդ ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի այն հատվածը վերագործարկվի։ Եվ եթե վերադառնամ ձեր հարցին, Սարգսյան, պետք է ասեմ, որ կախված նրանից, թե ինչ ժամանակացույցով շահագործման կհանձնվեն երկաթգծերը, ճանապարհները, ճանապարհը Թուրքիայի հետ եւ այլն, այդ ամբողջը միասին նոր կտա ավելի ճշգրիտ հաշվարկներ ապաբլոկավորման տնտեսական էֆեկտների մասին։ Պարոն Քերոբյան, տեսեք էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ թուրքական ապարտեիդի ներկայման արգելք որոշումը երկարացնելու մասին նախագիծ, ճիշտ եմ հետևակերպում։ Հիմա ես այս հարցի պատասխանը չեմ կարող նախարարությունից ստանալ, ուզում եմ դուք ասեք, ինչպես է ստացվում, որ մի կողմից կառավարությունը բանակցում է տրանսպորտային եւ կոմունիկացիաների ավաշրջակցման շուրջ, նաև խոսում է օրինակ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, մյուս կողմից էկոնոմիկայի նախարարությունը, որ այս կառավարության մաս է կազմում, այդ սանկցիաների ճանապարհորդում եւ շարունակում է ստացնել այդ որոշումը։ Առաջինը չենք խստացնում, այլ փոքր-ինչ ձևափոխմամբ երկարացնում ենք եւ կարծում ենք, որ այն տնտեսական արդյունքները, որ այսօր ունենք կամ սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում եւ ես կարող եմ ասել, որ նախկինում եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք տնտեսական հարաբերությունների
Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված եւ սիմետրիկ եւ չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինի հարաբերությունները։ Այսինքն կարծում եմ, որ այն ապագա խոսակցությունները, եթե դրանք լինեն ապա շրջափակման, շուկաների վերաբացման վերաբերյալ, պետք է շատ մանրամասն քննվեն եւ դա պետք է լինի երկկողմանի գործողություն եւ ոչ թե մենք հիմա անենք միակողմանի գործողություն եւ բացենք սահմանը եւ հետո սպասենք թե երբ դիմացի կողմը դուք կառավարության ամբողջ կազմի այդ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների փոխարինապես ովքեր բանակցում են օրինակ կոմունիկացիաների հարցով այս հարցը քննարկել եք իրենք ո՞ւմ են ձեր որոշմանը եւ միաժամանակ նաեւ ազգային ժողովի շոու մերձամարտության այդ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամների հետ այս հարցը քննարկել եք իրենց կողմից կարծես թե տարածական կա լայն այդ նաեւ հանրային երկխոսություն, այս հարցի վերաբերյալ եւ կառավարությունը եւ իշխող քաղաքականությունը չի թաքցնում, որ կան տարբեր կարծիքներ այս միջավայրում եւ դա մենք նորմալ ենք համարում, որովհետեւ կան տարբեր տեսանկյուններ, տարբեր հաշվարկներ, ոմանց համար լիբերալիզմը շատ ավելի կարևոր է, քան թե տնտեսության պաշտպանությունը, մյուսների համար շատ կարևոր է ապահովել ներքին շուկայի բավարար պաշտպանությունը, այն էլ այս պահին թուրքական լիրայի սարսափելի էժան լինելու ֆոնի վրա եւ այդ տեսանկյունից մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում կառավարության հաստատմանը ներկայացնում ենք այս նախագիծը, ասել որ կա համատարած կամ համապարփակ կոնսենսուս ճիշտ չի լինի, կան խոսակցություններ, ես կարծում եմ մինչև տարվա վերջ մենք ընդհանուր հայտարարի եւ ինչ որ որոշման կգանք։ Մի կարևոր հարց է դա, պարոն Ասղարով ամփոփում կներեք։ Դուք այս որոշման ինչ հարց եք լուծում, տնտեսական անվտանգության հարց եք լուծում, հայրենասիրական հարց եք լուծում, որ պետք չի մեր իշխանի երկրի այսպես բանակը զինել կամ տնտեսությունը զարգացնել եւ ապրանքներ բերելով, թե այլ հարց եք լուծում, ինչ խնդիր եք լուծում դրանով։ Դուք գուշակեցիք։ Բոլորը։ Իսկ մի բան է, դուք թեպետ այս պահին արգելքը գործում է պարոն Թերոպյան, բայց ուզում եմ նկատել, որ շուկայում ամենուրեք թուրքական ապրանքներն տարբեր ճանապարհներով, կամ գուցե հենց Թուրքիայի ճանապարհով չգիտեմ, ինչ-որ խողովակներով կամ ապրանքներ, եւ կան թուրքական հայտնի բրենդներ, $20 լինի, որոնք շարունակում իրենց ցանցը աշխատեցնել եւ ակտիվորեն գործել են Շնորհակալություն, շատ լավ հարց եք տալիս, իրականում այս հարցը մեզ էկոնոմիկայի նախարարությանը շատ հետաքրքրող եւ շատ հուզող հարց է եւ մենք այս շաբաթ ունեցել ենք նաեւ շուկայի վերահսկողության տնտեսական մարմնի կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում նաեւ քննարկել ենք թե ինչպես կարող ենք ուժեղացնել շուկայի վերահսկողությունը արդեն սահմանի ներսում, քանի որ տեսեք, ՊԵԿ-ը ունի որոշակի դժվարություններ ԵԱՏՄ-ից փոխադրված դեպի Հայաստան փոխադրված ապրանքների մասով, քանի որ ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ից Հայաստան առաքված ապրանքները դրանք չեն մաքսազերծվում եւ մաքսային սահման չեն անցնում։ Այդ առումով ՊԵԿ-ը ունի բավական լուրջ խոչընդոտներ եւ այնուամենայնիվ իրենք ջանքուճիկ չեն խնայում, որպեսզի կարողանան հնարավորինս զսպել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։ Խնդիրը գիտենք, բայց խնդիրը այնպես չի, որ որևիցե ազդեցություն չի ունեցել շուկայի վրա։ Այսինքն, եթե անցած տարի կամ 2015 թվականին Հայաստան ներմուծվել է մոտ $260 միլիոն ապրանք Թուրքիայից եւ արտահանվել է կարծեմ 2-3 միլիոնի, ապա այս տարի գնահատված ներմուծումը մոտ 10 անգամ ավելի քիչ է։ Արտահանումը 0 է։ Պարոն Թերոպյան, հայտարարեցիք, որ ռեկորդային թվով գյուղմթերքն է արտահանվել։ Դուք տեղյակ եք, որ օրինակ Կարմիր, Օհանավան, Ազատեք եւ այլ համայնքներում խնձորի իրացման խնդիր կա։ Պետք է շատ է արտահանում չկա եղածներ ցածր գներով։ Նորարարական այգիները, ինտենսիվ այգիները, որոնք պատկանում են խոշոր գործարարների, դրանց ապրանքը արտահանվում է, իսկ գյուղացին պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը։ Պատճառը բնականաբար նա է, որ ինտենսիվ գյուղատնտեսության մեջ հնարավոր է
արտադրել ստանդարտ ապրանքներ, այսինքն խնձոր միջափի, հա, կամ ասենք մի որակի, ինչը ավանդական գյուղատնտեսության մեջ շատ բարդ է դրան հասնելը, եւ հետեւաբար մեր ապրանքների այսպես նպատակ հանդիսացող երկրներում խոշոր առևտրային ցանցերը նախընտրում են գնել այն ապրանքները, որոնք բավարարում են իրենց ստանդարտներին կամ իրենց հաճախորդների կողմից առաջադրված պահանջներին։ Այս առումով բնականաբար խոսքը ոչ թե նրա մասին է, որ Հայաստանի կառավարությունը կամ գյուղատնտեսության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը ինչ որ արտոնություններ է տրամադրում այս կամ այն աճեցնողներին, այստեղ խոսքը ընդհանրապես ապրանքի որակի եւ որոշակի ստանդարտներին բավարարելու կոնկրետ ձեր խնդիրը, կոնկրետ ձեր նշած խնդիրը որպես լուրջ խնդիր մեզ դեռ չի հասել, այսինքն մենք չգիտենք այդ խնդրի մասին, որպես լուրջ խնդիր, հա, գիտեք, ասենք, ընթացիկ խնդիրները միշտ լինում է, ինչ-որ ինչ-որ բան պակասում է, ինչ-որ մի բան թանկանում է եւ այլն, բայց դա ասենք առևտրային հարաբերություններ է եւ կառավարության չափից ավելի շատ ներգրավվածությունը ոչ խոշորամասշտաբ առևտրային հարաբերությունների մեջ մենք համարում ենք անցանկալի, որովհետեւ շուկան իրական ազատ շուկա է եւ գները ձևավորվում են պահանջարկի եւ առաջարկի եւ ապրանքի որակի հիման վրա։ Պարոն Քերոբյան, հարցերը քաղաքական բնույթ է։ Այդ Մարությանի անվստահությունը հայտնում բավականին, դուք ինչ կարծիք ունեք որպես կառավարության դրան, որովհետեւ ասում են սա կենտրոնական իշխանությունների ցուցում է։ Ես իհարկե չգիտեմ կենտրոնական իշխանությունների ցուցման մասին, եւ դուք բոլորը գիտեք, որ Հայկ Մարությանը իմ ընկերն է, իմ դասընկերն է, եւ այդ տեսանկյունից ես ճիշտ չեմ համարում այս հարցին պատասխանելը, որովհետեւ դա ունի նաեւ անձնական շերտ, որի մասին չէ ուզենա խոսել։ Այնուհանդերձ դուք քաղաքական թիմի անդամ եք, բացի Հայկ Մարությանի ընկերը լինելը, եւ ինչպես եք գնահատում Հայկ Մարությանի այս 2.5 տարվա, թե 3 տարվա աշխատանքը։ Ես չէ, որ պետք է գնահատեմ Հայկ Մարությանի աշխատանքը, որպես երևանցի ես իմ կարծիքը, բայց դա տարբերվում է այս ամբիոնի դիմացից իմ ասած կարծիքից, եւ դա ես սպայն նպատակարար չեմ քաղաքական թիմի անդամ լինելը։ Բացարձակ։ Ինչն է խանգարում։ Ես անկեղծ ասած չեմ։ Դուք եք պետք է դեմ լինեք կամ թե չեք կարող օրինակ դրական առարկա։ Ես կարծում եմ, որ իշխող քաղաքական ուժում չկա արգելք այլակարծության վրա եւ մի հարց առաջ քննարկում ենք այն, որ թուրքական ապրանքների վերաբերյալ կան մեր թիմում տարբեր կարծիքներ եւ այդ տարբեր կարծիքները քննարկվում են, բանավեճերի են ենթարկվում եւ այլն։ Պարոն Քերոբյան, քաղաքացիական պայմանագրի կուսակցության գրասենյակից կառավարվող Civic կետեր կայքը մի շարք հիմնավորումներ է հրապարակել։ Դրա մեջ այն է, որ Հայկ Մարությանը քաղաքացիներին բաժանետասեվերում սպիտակների պատերազմից հետո Փաշինյանին չի աջակցել, ընտրություններին Փաշինյանին չի աջակցել։ Այս հիմնավորումները ձեզ համար բավարար են, որ անվստահության գործընթաց սկսվի քաղաքապետի։ Ես չէ ուզենամ մեկնաբանել ձեր կարծիքը Civic KTM-ում տպված նյութի վերաբերյալ, որը ես չեմ կարդացել։ Դե ասենք հիմա դուք տառացիորեն չեք մեջբերում հոդված։ Ես ճիշտ ասած չեմ կարդացել, նարեկ դրա համար չեմ մեկնաբանել, էլի։ Լավ, պարոն Քերոբյան, Հայկ Մարությանի եթե ամենեփում անվստահության գործընթացների եւ փորձեն կողմ քվեարկել եւ հեռացնել քաղաքապետի պաշտոնից, դուք որպես ընկեր եւ դասընկեր Մարությանին ինքը պաշտպանեք։ Եկեք ես հարցը թողնենք, էլի։ Ինչն է ձեզ խանգարում է դա ուզում հասկանալ։ Դուք համ կուսակցության անդամ եք, համ Մարությանի ընկեր եք, համ Մարությանի թիմակիցն եք։ Մի թիմի Մարությանը ոնց որ դեռ չի ասել, որ ինքը այս թիմից չի։ Կարող է գնահատական խոսքի ազատությունը չէ ասել։ Եկեք այսպես ասենք, էլի, ես մանրամասն տեղեկատվություն չունեմ, դուք հիմա պնդումներ եք անում, որի մասին ես տեղյակ չեմ։ Եվ հետեւաբար ես զերծ կմնամ այս հարցի վերաբերյալ հետագա քննարկումներից։ Բնականաբար, որպես ընկեր ես փորձեմ ավելի շատ բան իմանալ այս իրավիճակի մասին, որը ընդհանրապես 3 է, այսպես ասած, թափ առել
եւ իմ հետևությունները, իմ դիրքորոշումը կհայտնեմ ում որ պետք է։ Ինչ? Ում որ գտնեմ որ պետք է։ Լավ չէ որ։ Դա կքննարկվի, գիտեք, որ Եվրոմիությունը շատ հետաքրքրված է տարածաշրջանում երկարատև կայունության մեջ, Ռուսաստանի Դաշնությունը եւս շատ առարկայական հետաքրքրություն ունի եւ ցույց է տալիս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ դրանց դրական ընթացքի վերաբերյալ եւ դոնորների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ վստահ եմ որ այդ հարցը լուծում կստանա։ Չէ, հիմա մենք շատ սաղմնային փուլում ենք գտնում, որպեսզի կարողանանք ավելի կոնկրետ բաներ ասել։